Առաջինը մարդիկ ովքեր հայրենատեր են եւ այս ընտրությունների այսպես կոչված արդյունքում իրենց համոզմունքը հայտնել են Նաև քվեաթերթիկի միջոցով եւ հաստատել են, որ իրենք հայրենատեր են։ Իսկ այդպիսիք մեծամասնություն էին, այդ ֆիքսենք նորից։ Մեծամասնությունն է։ Լավ բաներ եմ ասում, էլի արագ։ Չէ, մեծամասնություն, միանշանակ մեծամասնություն, եւ դեռ այն 49%-ի մեջ էլ կան։ Այո, մեծամասնություն են, այնտեղ էլ են մեծամասնություն։ Առավել մեծամասնություն, չհաշված նաեւ այն, որ քվեարկության չեն գնացել այս կամ այն պատճառով։ Դա էլ չեմ ասում։ Այդ մարդիկ յուրաքանչյուր պահը հուսահատության, ես ուղիղ ասում եմ, ժողովուրդ ջան։ Սա Արցախյան ազատամարտի պատգամ է եղել։ Հուսահատությունը դավաճանություն է։ Այնպես ինչպես ազատամարտի ժամանակ մեր տղաները երբ գնում էին մարտի, ձեռքի բռնում էին, ինչ էին ասում։ Ով զոհվի դավաճան բան էին ասում, շատ դաժան բան, շատ ծանր բան էին ասում։ Ով զոհվեց դավաճանը։ Դա ինչ է նշանակում, որ մարդիկ գիտակցված զոհաբերության են գնում ու մի հատ էլ ասում են ով զոհվեց դավաճան, անհասկանալի է, չէ՞։ Բայց ինչքան մեծ արժեք է դա, որքան մեծ է։ Հիմա էլ եմ ասում, ով հուսահատվեց դավաճանը։ Հանգիստ եղեք, մտքով նախ պետք է սրտով ու մտքով խաղաղ լինել, խաղաղ գնահատել իրավիճակը։ Խաղաղ գնահատել են ինչ որ ձեռքբերում է։ Ճիշտ գնահատել այն ինչ որ կորցրել են եւ մարդիկ թող չվախենան խոսելու սրա մասին, անընդհատ խոսելու։ Գիտեք, մենք անընդհատ ուզում ենք, որ ուրիշը մեր փոխարեն ինչ որ բան անի։ Սա շատ վատ բան է։ Ուրիշը անի, ակնկալիքը ուրիշից է։ Այո, ես հասկանում եմ, որ ակնկալիքը քաղաքական ուժերից է եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց ի վերջո նաեւ պայքարի բովանդակության մեջ այդ մարդիկ են մտել, չէ՞։ Այս ընտրությունների իմաստով քաղաքական, այսպես ասած, դրոշակը վերցրել են իրենց ձեռքը, գնացել են առաջ։ Ժողովրդային ի վերջո լայն աջակցությունը պիտի բերեր, որը չի եղել։ Հիմա չի եղել հավանելու պատճառով, չհավանելու պատճառով, հիմա դաշտը այդպեսին է մնացել։ Հիմա ուզում եմ մի քիչ էլ ես Վարուժանի դերը վերցնել։ Փառք Աստծո, պրծանք։ Ահա։ Տեսեք, հիմա ինչ ենք ակնկալում հետընտրական շրջանում։ Ռեպրեսիաներ, նոր ձերբակալություններ, կալանավորումներ, ճնշումներ, բայց նաև գիտենք այդ ճնշումների հիմնական ուղղությունները։ Ինքնությանն են հարվածելու, իսկ ինքնության ամենաամուր, բոլորիս համար հասկանալի ազգային ինքնության սյունը հայ առաքելական եկեղեցին է։ Ես ուզում եմ լսել գործունք հայլեր, որ ազգային դաշտի սովորական ներկայացուցիչը իմանա ինչ կարող է անել եւ ինչ պետք է անել հայ առաքելական եկեղեցին այս ինքնության դեմ պայքարում հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնելու եւ պաշտպանելու համար։ Նայեք, քիչ առաջ միշտ ասել եմ, որ սա ամբողջությամբ քաղաքակրթական պայքար է։ Համաշխարհային մակարդակով էլ է քաղաքակրթական պայքար, միայն Հայաստանում չի։ Հայաստանը դրա պտուղներից մեկն է։ Լուրջ քաղաքակրթական բախում կա աշխարհում։ Եվ արժեքների եւ չարժեքների, կենցաղի եւ ոչ կենցաղի, սանձարձակ լիբերալիզմի եւ պահպանողականության, պարզ մարդկային բառերով ասեմ, խոնարհության եւ հպարտության, ստի եւ ճշմարտության, պոպուլիզմի եւ ուղղամտության եւ այլն։ Էլ ավելի մեծի մասին չեմ ասում, հավատքի եւ անհավատության, մարդկային տեսակի, որակի, գենդերության եւ ուղղակիորեն, այսպես ասած, մարդկային ուղիղ տեսակի, մտքի աստվածային արարչագործություն լինելու պատվի եւ այսպես շարունակ։ Ամբողջ աշխարհում բախում է տեղի ունենում եւ այդ ճանապարհի մեջ ամենամեծ խոչընդոտը համայնքային ինստիտուտներն են։ Տեսեք, բոլոր ինստիտուտները մեր կյանքում համայնքային են բանակը, համայնքային է ոստիկանությունը, համայնքային են դպրոցը, կրթությունը, դրանք համայնքային ինստիտուտներ են։ Բոլորը հարված, թիրախ, քայքայված վիճակում են։ Աշխարհում էլ է այդպես իմիջայլոց։ Բոլոր առումներով։ Եվ դրանց կարևորագույն այդ բոլորի առանցքը եկեղեցին կամ հոգևոր հաստատություններն են կազմում,
որի վրա հարձակումը նոր չի։ Սրանք ուղղակի ավելի շեշտակի, ավելի տեսանելի են դարձել այդ բոլորը։ Եկեղեցին էլ մեր կյանքում մնացել է որպես վերջին խրամատը, միշտ ասել եմ, վերջին խրամատը, պատնեշը, որից այն կողմ այլևս տեղ չկա ուղղակի։ Միջնաբերդը գրաված։ Հա։ Եվ հետեւաբար յուրաքանչյուր մարդ ինքն իրեն հաշիվ պիտի տա։ Ես չեմ կարող ասել ինչ անել։ Սա շատ դժվար հարց է։ Ես պիտի առաջինը անեմ, փորձեմ մարդկանց համոզել, որ դա ճիշտն է։ Եվ իմիջիալս բոլոր քաղաքական գործիչներին, հասարակական գործիչներին, հայրենատեր բոլոր մարդկանց իմ առաջին խնդրանքը, հորդորը, պահանջը հետևյալն է. դուք արեք ինչ որ անում եք, Օրինակ ծառա։ քայլեք, օրինակ ծառայեք, նպաստեք, վստահաբար մարդիկ կհետևեն։ Ուրիշ տարբերակ ինչ անելու եւ խոսեք այդ մասին, անկեղծ խոսեք, հրաժարվեք ձեր մեղքերից էլ, բնականաբար, հրաժարվեք։ Մարդ մեծ ու փոքր հանցանքներ գործած լինում է կյանքում բոլոր առումներով, բայց պետք չի արդարանալ դրա դիմաց։ Այս մարդիկ հենց դա են անում, չարիքի իշխանությունը ամեն ինչի արժև արդարանալու ցանկություն։ Ամեն օր նոր արդարացում։ Այո, նոր մեղք բերելու, նոր արդարացում գտնելու, նոր մեղք բերելու, նոր արդարացում, վերջում էլ մեղքի տակ դնելու բոլորին։ Եվ հիմա ինչու եմ դա ասում, եկեղեցու պարագային կնի կամ որևէ այլ դեպքում այս պահին առանցքային նշանակություն ունի եկեղեցին, որովհետև ուղղակի թիրախ է դարձել բոլոր առումներով։ Ես կարող եմ ասել իմ վարքագիծը ինչպես պիտի լինի, բայց թե մարդիկ ինչ պիտի անեն, թող ամեն մեկը իր համար պատասխան տա, ինքը հայելի դարձնի իր համար պատասխան տա։ Ինքը ուզում է որ քայքայված քանդված եկեղեցուն, թե ոչ։ Ոչ միայն քայքայված քանդված եկեղեցի, այդ ճանապարհով քայքայված քանդված կյանք ունենալ, թե ոչ։ Սա գոյութենական հարց է։ Իսկ ինչ անելը մի քիչ շատ հավակնոտ է ինձ համար։